Հաջող կլսենք, գիտեք մենք, որ Արցախը դարձավ խաղալիք եւ ռուսներուն համար, քաղաքնիկ չէ, եւ արևմուտքին համար, եւ Եվրոպային համար, եւ Թուրքիո համար։ Ռուսաստանը շահ ուներ, որ հագամարտությունը Շարունակվի, որովհետեւ շարունակվելու բարակային ինք իր միջամտության պետք բնունենա երկու կողմերն։ Որ հաջիս հրամել ու ձե։ Բայց միանալ չէր։ Ռուսաստանը նաեւ շահ ուներ, որ հագամարտությունը իր հարավային սահմաններում վրա վերջ գտնա։ Գարդես հատված մգա, որ հավատք եւ հույս ունի, որ Ռուսաստանը պիտի կա հանգարց Ղարաբաղը առնե եւ մեզի դա։ Ասանք բան մգ աշխատի ծեր գարձիկը։ Մեր սխալներեն մեկը մեկ նեցուգի վրա հիմնվեցանք։ Մեկ երկրի վրա, որ սխալ էր։ Ռուսաստանեն ամբողջովին 30 սարսուսազենք Ուրիշ զայրայողության մգեր։ նույնը գնենք բայց Արցախի հայության ապրիլը ադրբեջանյան գազմի մեջ ինչքանով հնարավոր է ինչպես պիտի լա բարոն Բալյան այդ վերադարձը այս պայմաններում մեջ Արցախի բանակը ունենալ ոստիկանություն ունենալ Ադրբեջանի բանակի իրավունք ունենալ մտնալու Արցախը դե ֆակտո անկախությունը բահեր այո կարելի է ապրել այսօր արցախցիները Ադրբեջանի գերիշխանության տակ ապրիլը քիչ մը դժվար կտեսնան ինչի շուրջ հավաքել այ ժողովուրդը ինչ երազի շուրջ որովհետև անընդհատ անգումներու վիճակ մգա Հայաստանը գերդելու շուրջ կա Հայաստանը շարունակելու եւ գերդելու շուրջ պետք է հավաքվենք բայց չմոռնալով սպիրկը պետք է մոռնանք սպիրկը եւ Հայաստանը պետք է մոռնա սպիրկը Բարև ձեզ արևելքի հարթակով կշարունակենք մեր անգեղծ զրույցներու շարքը նաև հորտորս է այս արումով հետևիլ մեր էջին դարաձել մեր տեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը հյուրս այսօր Հրայր Բալյանն է հիշեցնեմ որ բարոն Բալյանը երկար տարիներ կորձած է Ջիմի Քարթերի անվան գետրոնի մեջ որպես փորձագետ եւ այսօր իր ուսումնասիրություններու առանցքը Ղարաբաղի հագամարտության Բանակցային ամբողջ գործընթացն է, որուն մասինալ քիրք մը պիտի հրաբարագե շատ շուտով բարի եկածեք պարոն Բալյան ուրախ եմ այս ուշացած բայց դեղին հարցազրույցին համար որովհետև տարբեր առիթներով ես եմ ուրախ պայմանավորված ենք եւ չի ստացված այսօր գիտեք Ղարաբաղյան հիմնախնդիրը միշտ եղած է ներկայություն Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ բայց ոչ այսքան մոխրակույն եւ դխուր քույներով այսօր եթե կորձիչը Ձեր արջևս է Քալդարի Շուշիի մեջ պիտի դոնենք կամ այդ խոսույթով ներգայանա որ Քալդարի պիտի երթանք Շուշի ինչ կլա ձեր արձագանքը Մտիկ կնեմ կմտածեմ թե արդյոք այդ խոսույթը արցախցիներուն հույս տալու համար է թե արցախցիներուն խաբելու համար է Եթե հույս տալու համար է, ինչու՞ չէ, լավ է, պետք է հույսը միշտ պետք է վար բահել։ Հույսը միշտ պետք է վար բահել, որ արցախցիները գարենան որպես համայնք հոստեղ Երևան կամ Հայաստան ընդհանրապես գարենան ապրիլ եւ շարունակեն իրենց մշակույթը, առանցին մշակույթունին, լեզուն, խոհանոցը, ապրելակերպը, բոլորը հոսք գարենան շարունակել։ Իսկ եթե իսկապես սողը հավատա թե Քալդարի Շուշի բիդերտանք ցավոք սրտի այդ սողը գխապե ժողովրդին դե բեչե խապե ժողովրդին Երկար աշխատեցակ Ղարաբաղյան ասենք կոնֆլիկտի հագամարտության բանակցային process-ի վերապերյալ եւ ադոր մգազմեցիկ այդտեղ արդյոք բնավ բադայեցավ ցեզի որ այն եզրակացության հասնիկ որ հայերս մենք վատ բանակցողներ ենք դա այդպիսի բան Գիտեք բանակցային ընթացքի մեջ որոշ բաներ կան որ պետք է անել որոշ բաներ կան որ պետք չէ անել եւ դժբախտաբար շատ սխալներ կործեցինք մենք բանակցություններու 35 տարիներու ընթացքին ինչպես գիտեք բանակցությունները սկսան Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի գողմե միագողմանի ուրեմն բանակցություններ սկսան 90-91-92 թիվերուն եւ 92 թվին էր որ OSCE Մինսկի խումբը կամ կոնֆերանսը գազմվեցավ եւ իրենք ստանցնեցին հաջորդ 30-32 տարին բանակցություններ անոնց հաջորդեց ամերիկացիներու եւ եվրոպացիներու բանակցությունները բանակցային
ընթացքը 22 եւ 23 թիվերում, որ ամբողջովին ցախող բանակցություններ էին։ Հիմա OSCE բանակցություններու 32 տարիներու ընթացքին որոշ բաներ կային, որ OSCE-ին ինքը պետք էր ներ եւ չրավ։ Բանակցություն, այսինքն, ինչքան mediator-ները, միջնորդները ներողություն պետք էր նեին եւ չրին։ Բայց իսկապես անոնք կարևոր չեն։ Կարևոր փաստողումները եղան բանակցողներուն կողմէ։ Այսինքն թե հայկական, թե Հայաստանի, թե Ադրբեջանի եւ թե Ղարաբաղի կողմէ։ Գլխավոր փաստողումը եղավ մեր առավելաբաշտությունը, այսինքն մաքսիմալիստ մոդեցումը ոչ մի քիզ որ գսել։ Փոխզիջումը սվածպանը ըստ երևույթին մեր քաղաքականության մեջ գոյություն չունի, ընդունված չէ։ Փոխզիջումը մեզի համար կնշանակի ըստ երևույթին ցախողություն։ Փոխզիջումը կնշանակի մեզի համար նույնիսկ թավաջանություն, նույնիսկ ադասվածի, բարդություն, նույնիսկ թավաջանություն փոխզիջումը սվածպանը։ Հիմա մենք բանակցություններու ընթացքին շատ հաջող մեր կողմը, հայկական կողմը միշտ մտածած է թե մեզի ինչն է որ ընդունելի է եւ այդ եղած է մեզ համար ծեվաչափը փնավ օրը չենք մտածած կամ չենք ինքնինքնից ծրած թիմացինին, այսինքն թշնամիին գոշիկներու մեջ եւ ասել որ վարյամը մտածենք թե թշնամին ինչ կմտածի ասպանակցություններու ընթացքին ինչու այս կամ այն գուզե կամ ինչու այս կամ այն չուզեր Վարգյամը մտածած ենք արդյոք օրինակի համար 700,000-ն ավելի դեղահանված կա ադրբեջանցի թե Ղարաբաղեն թե Հայաստանեն թե մասնավորապես Ղարաբաղի շուրջի 7 նահանգներեն եւ քիչ թիվը չէ քիչ թիվ չէ ասոնք մասնավոր Ադրբեջանի պետությունը ասոնց բահեց թշվար վիճակի մեջ հագարակ որ միջոցներ ունեին մանավանդ 90-ական թվականների մեջ անշուշտ քարյուղի եւ գազի հոսքի սկսել են վերջը միջոցները ունեին ասոնց հանկիստ ապրուստաբարովի չրին ինչու որև աս դեղահանվածները քաղաքական ուժ էին անոնց համար Ադրբեջանի մեջ որ իրենք մաքսիմալիստ բանջներ ունեին գասնակ վարյամը չմտածեցինք որ աս մարդոց աս դեղահանվածներու փոքր մասը աստիճանաբար սկսին վերադառնալ թույլ տանք որ վերադառնան որ այդ բանը սուր թանագը քիչ մը լա փտանա Ադրբեջանին գոմե շատ հետաքրքրական օրինակ այդերոնում որս եք ցեզի տավաջան մի դիսեին այո մինչև այսօր հավանաբար ոչինչ հարց չէ ինձ համար կարևոր չէ ադիգա երկրորդ երբ որ գխոսենք արդյոք մենք 90-ական թվականներուն ճիշտերինք անկախություն հռչակելով Ղարաբաղի կողմէ թե պետք էր Ղարաբաղը անադեն արդեն միանար Հայաստանի վրա բայց գիտեք ինչ է հարցը չէ եթե միան մենք մեզի մտածող լայնք եթե միան մենք ենք որոշում դա օքեյ կրնանք մտածել թե ճիշտ է ճիշտ չէ բայց հարցը այն չէ այս չէ բաժարը որ բանակցությունները ցախողեցան բանակցությունները ցախողեցան մեր մաքսիմալիստ բանջներու պատճառով մեկ օրինակ տան եւ գգենամ հոն 97 թվին երկրորդ կեսին սեպտեմբերեն դեկտեմբեր ամիսներում Մինսկի գրուպը երկու շատ կարևոր առաջարկներ ներկայացուց մեզի որ գսեր թե Ղարաբաղի վերջնական ստատուսի հարցը հետացկենք վերջված կենգադի չխոսենք նույնիսկ այդ մասին որտեղ ամբողջովին անընդունելի բան է որ Ադրբեջանի համար եւ խոսենք ինչպես կարելի է այսօրվա դե ֆակտո անկախությունը անադենվա դե ֆակտո անկախությունը Ղարաբաղի գարկավորենք եւ բերենք միջազգային օրենքի հասանության մեջ մոդեցնենք հա հսկողության դակ տնենք, այսինքն ցենք ասե կոնֆլիկտը ստատուս մտանք որ միջազգային իրանքով մագի մարդկային իրավանց ապահովության ոչ խորհրդի հովանավորության դակ կմտնա Security Council-ի resolution-ը դակ կմտնա եւ անադեն թող փորձեր Ադրբեջանը հարցակել
Անադեն Ղարաբաղը պիտի գարենար բայել իր ոստիկանությունը, իր փանակը, սեփական փանակը։ Միջազգային խնդիր գլար այսինքն։ Ճիշտ։ Ինչպես որ Կոսովոն եղավ 2 տարի վերջը 99-ին սկսի։ Պարոն Բալյան։ Չրինք, որովհետև մաքսիմալիստ էինք, ուզենք որ անպայման այսօր վերջնական ստատուսը որոշվի, անկախությունը ճանաչվի Արցախի, դեժուրե անկախությունը ապահովվի եւ վերջ։ Ադեր չմտածեցինք ավելի քիչ constructive, imaginative ներեցեք որ անգլերեն բարեր գործեցին։ Ավելի գառուցողական ճիշտ բառն է որ գործեի որ գտնամ։ Ճիշտ։ Այո։ Արդյոք արտաքին խաղացողներն ալ ասոր նպաստեցին, որ այս կոնֆլիկտը չի լուծվի։ Հաջող կլսենք, գիտեք մենք, որ Արցախը դարձավ խաղալիք եւ ռուսներուն համար քախնիկ չէ, եւ արևմուտքին համար, եւ Եվրոպային համար, եւ նաեւ Թուրքիո համար։ Այո։ Ռուսաստանը շահ ուներ որ հագամարտությունը շարունակվի, որովհետև շարունակվելու բարակային ինք իր միջամտության պետք բնունենա երկու կողմերն։ Որ հաջիս հրամել ուզե։ Այո։ Բայց միանալ չէր։ Ռուսաստանը նաև շահ ուներ որ հագամարտությունը իր հարավային սահմաններում վրա վերջ գտնա։ Գարադիգա Գար։ Մանավանդ 90-ական թվականներուն գա։ Նայեցեք, փողզիչումներու կարելի է երթալ ճիշտ ժամանակին։ Պետք է ճիշտ ժամանակին երթալ փողզիչում։ Այն փողզիչումը, որ 90-ական թվականներուն հասանելի էր, կամ ընդունելի էր այս կամ այն կողմին երկու կողմերուն, փանակցողներուն, մեդիատորներուն, նույն փողզիչումը կարելի չէ վերագենտանացնել, ասենք վերջը։ Այսինքն տրենի պես է, եթե ժամանակին չի որոշես, չծածկես դուրս գելաս, կամ ներս չմտնաս, փախցնես տրենի եւ փախցուցինք։ Պարոն Բալյան, ասկանը դեսնել են իդ դակավին մեր ժողովրդի հատվածը, չեմ գիտեր թիվերը ինչ են։ Սակայն գարձես հատվածը գա, որ հավատք եւ հույս ունի, որ Ռուսաստանը պիտի կա հանգարց Ղարաբաղը առնե իդ մեզի դա։ Ասանք բամը գաշխադի ծեր գարձիկով։ Ոչ, մեր սխալներեն մեկը, զանազան սխալներեն մեկն այն էր, որ մեկ նեցուգի վրա հիմնվեցանք։ Մեկ երկրի վրա We put our eggs in one basket. Ճիշտ, շատ ճիշտ է։ Նույն գողովի մեկ գողովի մեջ դրինք մեր բոլոր հավգիտները։ Okay։ Որ սխալ էր։ Այսօր նույն սխալը գնենք։ Ռուսաստանեն ամբողջովին 30 տարծած ենք, ուրիշ զայրայողության մգերտ։ Նույնը գնենք, բայց նույն մեկ գողովի մեջ գտնենք, նույնը, ամեն ինչը։ Բայց շատեր գսեն, որ մեր իշխանությունները ներքին գաբ ունին այսօր ալ Ռուսաստանի հետ։ Տերևս ունին, չեմ գիտեր։ Չեմ գրնար, նայեցեք, իմ գարձիկներս կգազմեմ միայն գիտական դվյալներու վրա։ Գիտական, իրավական, այն ինչ որ դերներով քաղաքական դվյալներու վրա, ոչ թե ասորանոր ըսածներուն, շատ բան գսվի։ Շատ բան ասված է, շատ բան գսվի եւ շատ բան միդսվի դակավին։ Ես գմերժեմ խոսիլատ, ասած խոսակցություններու վրա։ Չեմ գրնար։ Իմ կորս չի ադիգա։ Ես ավարտի բաժինը Արցախի միցկեմ, որտեղ գուզեմ ծեր կարևոր խոսքը հնչել, գուզեի խոսել նաև Հայաստան սպիրկ իրավիճակի մասին, դուք սպիրկեն ու կա, գիտեք, մենք սերունդ մնենք, որ բնականաբար նաև դուք մեծանք Արցախի հույսով, Արցախը մեզ համար մագնիս էր, մեր քրոմոզոմները, մեր փչիչները շարժող էր։ Այսօր բادرազմեն իդ գդրվածությունը գա, Վարոն Բալյան։ Նաև սպիրկի մեջ այդ հոգնածությունը գա, հետ բادرազմյան հոգեվիճակ մգա։ Դուք ինչպես կներկայացնեք այդ իրավիճակը եւ ինչ տեսլականի պետք ունենք մենք։ Անկախաբար Արցախեն, Հայաստան սպիրկ հարաբերությունները այնքան հուսախաբությունները անցած են անցյալ 30 տարվա ընթացքին, այնքան հուսախաբություն դեր ունեցած է, որ քիչմը կոնե ես եւ ինձ պես ուրիշներ թերահավատ եղած ենք որոշ չափով։ Բայց չեմ մոռնալ որ այո պետք է որոշ բաներ կա որ պետք է լան եւ հաջող երբ որ սխալ բաներ գլան թե Հայաստանի թե սպիրկու գոմի գնդվզիմ սպիրկյան գոմի շատ մեծ սխալներ գործված են այո չմտնանք մանրամասնությունների մեջ Արցախի գորուստը
շատ ավելի մեծ հուսախաբություն է անշուշտ արցախցիներուն համար կատաստրոֆիկ էր դարաբանք է շարունակվող դարաբանք հողը որ նորեն գործունեցինք այո գործունեցած ենք հողը ճշմարտաբար բայց մեզ համար օրինակ ես 90-ական թվականներուն 4-5 տարի շատ աշխատած եմ Արցախ գտնված եմ ամենա թեժ ժամանակներուն Արցախի ռմբակոծություններու դակ եւ այլն եւ մեզ համար Արցախի գորուստը շատ մեծ գորուստ է անշուշտ չեմ գնալ ասել այնքան ինչքան որ էր արցախցիներուն համար այսօր բուստապնելու համար ոդկի գանգնելու համար ինչ կարիք ունի ինչի կարիք ունի սպիրկի հատկապես հայ ժողովուրդը սենք արցախցիները այո վիշտի մեջ են բայց գամած գարձեք սկսած են իրենք հավաքել բայց սպիրկ Հայաստան հարաբերությունները ոչ միայն առողջ չեն այլ դեսլագանի անգում գա ամեն տեղ հիվանդ է հարաբերությունը առողջ չեն հիվանդ է ինչ պետք է անել այդ ինչի շուրջ հավաքել այ ժողովուրդը ինչ երազի շուրջ որովհետև անընդհատ անգումներու վիճակ մգա եւ այն հատվածը որ գներեք 90-ականներու վերջերուն հբարդեր հայության հաղթանակով նույնիսկ այն անգլիախոս կամ ռուսախոս հայերը մոդեցան իրենց ինքնության իրենց արմատները կտան Հայաստանը գերդելու շուրջ կա Հայաստանը շարունակելու եւ գերդելու շուրջ պետք է հավաքվենք բայց չմոռնալով սպիրկը պետք է մոռնանք սպիրկը եւ Հայաստանը պետք է մոռնա սպիրկը Երկուստեք պիտի երկուստեք պետք է լա փոխհարաբերություն պետք է ստեղծվի սպիրկը շատ բան կարող է դալ Հայաստանին բայց Հայաստանն պետք է սպիրկի ինչպես ասեմ սպիրկի հարկը գիտնա ասես ասենք չանդեսե սպիրկին եւ անշուշտ կարողականությունը հարկ է չէ այսինքն մարդիկ որ ծեր նման կամ այլ ոլորտներու մեջ կորձակցություն մը խոսակցություն պետք է այո մասնակցությունները սպիրկի օգտագործվին Հայաստանի կողմի բայց նորեն գսեմ առանց մոռնալու սպիրկը երկար ժամանակ մենք իսկապես մոռցանք սպիրկը մեկտիտրինգ սպիրկի ամեն ինչ փորձեցինք ամեն ինչ Հայաստանի դալ նաև սպիրկը նաև մոռցանք այո մեկտիտրավ մենք սպիրկը մեկտիտրինգ սպիրկը հայերս սպիրկը մեկտիտրինգ եւ ամեն ինչը Հայաստանին փորձեցինք կենտրոնացնել չհաջողվեց ադիգա հիմա գարձեք որ այդ փուլն է որ վերաթասավորվին այս միտքերը այս խաղապարները այո բայց փոխ հարաբերություններու հիման վրա եւ ոչ թե մեկը մյուսինը սեթե ասպես է եւ վերջ այսին դիալոգ պետք է դիալոգ երկու կողմեն խոսակցություն պետք է այո խոսակցություն բագասը ամեն եւ շատ բան ուրիշ բաներ այսինքն Հայաստանը շատ պետք է ունի սպիրկի շատ բան գրնադալ սպիրկնա շատ բան գրնա ստանալ Հայաստանեն ադաչի մոռնանք Պամբալյան գիտեք այսօր մեր լրակրության թիվ 1 թեմաներեն մեկը նաև համահայկական եկեղեցի իշխանություն կոնֆլիկտն է, խնդիրն է։ Դուք ինչպես կդիտարկեք այս դակնաբը ասենք։ Գիտեք 50-ականներուն ես նպատակ ունեի այդ մասին ալ քիրք մկրել հայ եկեղեցական դակնապ, բայց հիմա փուլը անգան թեժե որ հրաժարեցա մեկ կոմտերի, բայց դուք որպես ասենք Ամերիկա ապրող հայմը մենք գիտեք եկեղեցին անտեպ այսպես մեծ սերմ ունենք, մեր մեջ այդպես նույնիսկ եթե հավատացյալ չենք, այդ ավանդությունները մեզ համար կարևոր են։ Ինչպես կդիտարկեք դուք։ Նայեցեք, ես հավատացյալ չեմ եւ չեմ վարանի լսելու ադոր, բայց կհարկեմ եկեղեցին որպես մեր մշակութային պատմական գոտողներեն, գլխավորներեն մեկը, եթե ոչ գլխավորը, հա գոտողմն է, որ պետք է հարկել, պետք է պայփայել, պետք է զարգացնել։ Եվ ոչ թե ցեխի մեջ ներդել։ Ոչ թե ցեխի մեջ մխրջել։ Նույնիսկ ավելի քեշ չեմ գնացել։ Եթերում։ Այսին այս երևույթները կմերժեն։ Շատ աղդոտ երևույթ է ասիգա, շատ գեղդոտ երևույթ է։ Անընդունելի է, պետք է վերջ տալ այս ընթացքին այո Ինչքան գիտեմ դուք նաև որոշակի գաբ ունիք Կիլիգյան Աթորին հետ այսինքն այնտեղ Արցախի հարցով հանձնախումբ մգա մասնակիցներու որուն անդամ եք մասնակցիկ
Արդյոք բնավ դեղեցություն ունիք, թե Արամ Գաթողիկոսը իրապես նախաձեռնությամբ մահանտես եկավ, չի հաջողեցավ, կա այդպիսի բան, որովհետև քիչ առաջ սիկ ամենակարևորը երկխոսությունն է։ Այո։ Նայեցեք, այն հարթակը, որը մաս կգազմեմ Գինիկո Գաթողիկոսյան գողմե գազմված, think tank-ն է։ Այսինքն մտքի կետրոնն է, որը ուր կհավաքվին Հայաստանեն, Սպիրկեն, Լիբանանեն, Արժանտինեն, Ամերիկայեն, Եվրոպայեն, մարդիկ, որոնք որոշ մասնակցություններ ունին եւ հայկական մեզ մտահոգող հարցերու մասին կմտածենք քրություններ քիրք հրադարակվեցավ օրինակի համար անցյալ դարվա աշխատանքի հիման վրա իմ ուրեմն ներդրումս Գիլինյո Գաթողիկոսյան հետ միադեղ այս հարթակի մաս կգազմեմ եւ անհատապես կովկովի գուկանք դարին անգամը գխոսենք որոշ 2-3 օր եւ անգե անտին քրեթե 2 շաբաթ անգամը բանով արցանց կհանդիպինք եւ միտքերու փոխանակում գունենանք Ես գիտեմ, որ բոլոր մասնակիցները այս հարթակի մեջ ներառյալ վեհապարը չափեն ավելի մտահոգ են այս կացության առնչությամբ, այսինքն եկեղեցի պետություն հարաբերության Հայաստանի եկեղեցի պետություն հարաբերության առնչությամբ չափեն ավելի մտահոգ են, որ միակ վնասողը մենք ենք ասոր հայությունն հայ ժողովուրդը հայությունը հայ պատմությունը հայ pedagogiությունն է վնասողը երկիրն է վնասողը իսկապես միակ Եվ վերջ պետք է գտնա ասիգա։ Վերջին հարցը Սպահան Արցախի վերապերյալ, քանի Արցախով սկսանք, Արցախով կվարտենք Արիթովը ուրեմն թրքայ բարեկամի հետ խոսեի, գիտեք այդ դարին համահայկական խաղեր կային։ Որ դարին։ 2 տարի առաջ Երևանի մեջ։ Արցախը արդեն խնդիրը եղած էր։ Սա հիմա լավ պիտի չլար, եթե արցախցիները մեր նման մասնակցեին, ասենք Ադրբեջանի դրոշակով, քիչ բան տվեցավ ինձի, ասի ինչ կուզես ասել, սա մենք Թուրքիա գաբրինք, բայց հայ ենք, հայության ներկայացիչն ենք Թուրքիո մեջ եւ եկած ենք այս խաղերուն կմասնակցենք, ճիշտ է մեզ շատեր հայերեն ալ չեն խոսիր, բայց կմասնակցին, իրենց ինքնությունը կվերագերդեն։ Հիմա ասավ ինչ պիտի ինեն արցախցիները, ասելիքս այդ միտքը Արցախի հայության ապրիլը ադրբեջանյան գազմի մեջ ինչքանով հնարավոր է, որովհետև գիտեք, նաև Սպիրկի մեջ կտեսնենք հայտադի մարմիններու կորձունեությունը, որ ողջունելի է, մեր Գիլիգյան աթորը դարբեր հարթակներ Արցախի ժողովրդի իրավունքներու վերադարձի իրավունքի մասին կբարձրացնեն։ Ինչպես պիտի լա բարոն Բալյան այդ վերադարձը այս պայմաններում մեջ եւ ինչպես կարելի է ադիգա մարսել կամ ընդունել Արցախցին, եթե ուզե ապրիլ Ադրբեջանի գազմին մեջ հնարավոր է անկեղծորեն բարդ է հարցումը բայց կարևոր մի քանի հարցեր կան այստեղ որ պետք է թրվի առաջին Արցախի ղեկավարությունը այսօր դակավին փանդի մեջն է Բաքու Բադանտեն Բաքու անոնց ազատ արձակումը առաջնահերթություն պետք է առաջնահերթ խնդիր է ճիշտ 1 երկրորդ մենք մշակութային գոտորներ ունենք Արցախ որոնք գործանվին կամ գաղավարվին եւ երկուքն անընդունելի այս իրավունքը պետք է պաշտպանվի որ այդ գոտորները մնան այնպես ինչպես որ են հայկական գոտորներ լա եկեղեցվո լա այլ փեշտեր եւ այլն ադի երկրորդ հարցը գա իր վերադարձի իրավունքը սվածփանը միջազգային օրենքի գոմե ճանաչված վերադարձի իրավունք արաբերեն ալգսեն չէ al-auda վերադարձի իրավունք ճիշտ այդ վերադարձի իրավունքը կարելի չէ անդեսել պետք չէ անդեսել հիմա անգի անտին վերադարձ դեղի ունենա թե ոչ այդ ուրիշ հարց է կարող է վերադարձ դեղի ունենալ թե ոչ ուրիշ հարց է եթե 97 թվի օրինակի համար
Գարկավիճակը Արցախի միջազգային համագարկով կարգավորված լար Արցախի իր բանակը ունենալ, ոստիկանություն ունենալ, ադրբեջանցիներ Ադրբեջանի բանակի իրավունք չունենալ մտնալու, Արցախը դե ֆակտո անկախությունը պահպանվեր, բահեր եւ միջազգային Միացյալ Ազգերի կազմակերպության ապահովության խորհրդի մեկ ռեզոլյուշնին դակ որպես դե ֆակտո իրականություն դառնար։ Այո, կարելի էր ապրել հոգջեթե անկախ չէր, այսին պաշտոնապես Արցախը անկախ չէր, դե ջուրե անկախ չէր անադեն, կարելի էր նաև թերևս որոշ ուրեմն բարձր մագարտակի ինքնավարության գարկի մտակ ապահովություններով Արցախի իր ոստիկանությունը բահելով, ինքնապաշտպանությունը բահելով ինչու՞ չէ Արցախի Ադրբեջանի քերիշխանության դակ ինքնավար շրջան մըլար եւ պաշտպաներ։ Անադեն թերևս կարելի էր։ Ադիթեր նվազ ավելի վստահ եմ ադոր, բայց թերևս կարելի էր։ Բայց այսօր Արցախցիները Ադրբեջանի քերիշխանության դակ ապրիլը քիչ մը դժվար կտեսնամ։ Նախ որովհետեւ ժողովուրդը հոն չէ։ Ինչպես Ալիևը Փարիացական բիլա եւ Արդոնե որ արցախցիները վերադառնամեցեգսի չեմ տեսնար ադոր գարելությունը Արցախը ինչ որ է ավելի չեր գարենք ադիգա այս հարցումը ինձի ուրիշ հարցումի մտուրը բացավ հաջող կգարտամ որ Ադրբեջանը գարկ մարումներով չի գրնար գոր վերապնագեցում գազագերբել Արցախի ուղությամբ այդտեղ ինչ որ խնդիր կտեսնեք Ադրբեջանի վերջերս ես ադեսա ադիգա այն քյուրաքաղաքները որ գվերագարուցեն այսօր մզգիտները ու ինչքին օտագային քանի հատ 3 հատ 4 հատ օտագային շնացեն Արցախ եւ Արցախի շուրջ բոլորովի բարապ նստած են բարոն Էրդողանի համար փորձեմ որ հիշել ուր գարտացի ասիգան 2 կամ 3 օր առաջ բանը վերլուծողը գոչեր ասոնք Potemkin villages այսինքն Potemkin քյուրեր այսինքն գեղձ քյուրեր ուր մարդ չփնագեր հա բանը այսինքն թադերական բան ներկայացումն է բայց անգի անտի մարդ կամ շատ քիչ մարդ пассив է այսինքն հաղթող մարդը ասանք լա չեմ գիտեմ իրենք իբրև հաղթող կներկայանան 30 չեմ դեր 30 քրեթե 35 դարի մարդիկ երբ որ իրենց բաբենական քյուրերեն քաղաքներեն դուրս ապրած են Գերեվա գանք մը սկսած են Բաքու, Կորձունին, Դունունին հաստատված են եւ պիտի դժվար լա իրենց վերադարձնելը։ Հիմա Ադրբեջանը ինչ կնե այդ քյուրերուն, այդ շինությունները որ գնեն, նույնիսկ ներողություն Ստեփանագերտ հինդուները գփլեն, նոր բաներ գշնեն, հակապաշտպանները գշնեն, արտիական, արդյոք մարդ պիտի փնագի, անդեղ թե ոչ, չեմ գիտեր, բայց հետաքրքիր է որ 5 տարի հետ բամը այսին մեծ դեղաշարժ չէ եղած։ Հա, 5 տարի չավտեր, 2-3 տարի, բայց ասենք ֆենոմեն մնե որ պետք է Եվ Արդասահմանյան տրամի հոսքալ չի գա, այսին հատ Չէ, իրենց տրամն է ասիգա, իրենց Եվրոպան գարտացի դեղմը Իտալիան ինչ որ ծրագիր ունի Շատ քիչ, իրենց տրամովն է որ գշնեն ասիգա, իրենց շահած, ասեն, այո, եվրոպական տրամա գա մեջը Իշխանություններու Արցախը մեկտի տնելու քաղաքականությունը ինչպես կքննադեք Վախի արդյունք է կմեղադրեք, որտեղ շատ մեղադրանք կա իշխանություններուն դեմ Իրենք չեն ուզեր Արցախ անունը անգամ իրենց բերանին առնել, չեն շումիդագ են, ինչ պայմաններ ունին, ինչ պայմանավորված են, չեմ գրնար ասել, բայց ուզեմ ծեր գարձիկը լսել։ Ոչ ես գրնամ ասել, թե պայմանավորված կա, թե ոչ, բայց գրնամ գարտալ այն 17 գեդերե փակացած համացայնությունը, որ նախ աստորակրվեցավ, այսինքն ինիշիալները տրվեցավ, ուր բանջներ կան, որ հողային բանջադիրություն չտրվի մեկ կամ մյուս կողմի, այսինքն Արցախի մասին մի խոսիկ ադել ենտա տեքստը ադոր, եւ ուրիշ պայմաններ կան, որ Հայաստանին ըստ համաձայնության Հայաստանին գարկել են Արցախի ուղղությամբ աշխատանք դանել։
Ձեր խելքին գբարգի որ աданք բամ մգրնալալ ջնշել ու ջնշում։ Կբարգի կամ ոչ է գոյություն ունի Այդպես է։ այս տեքստերը։ Տեքստերը գոյություն ունի։ Անգեղ զրույցեր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը հարկելի ագնտիրներ Հրայր Բալյանն էր, խոսեցանք հատկապես Արցախի վերապերյալ, նաև նշեմ, որ մեր հյուրը հեղինակը պիտի լա Արցախի ամբողջ բանակցային գործընթացին մասին, արժեքավոր հադորիմը, որոն մասին նաև գրնանք հավաքային խոսիլ, նաև հորտորս ցեզի արևելքը քաչալերելու, նաև մեր համագարկերեն օգտվելու, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես։